Տաքսու վարորդները ոչ թե 1 միլիոն դրամ, այլ յուրաքանչյուր պատվերից ստացած եկամտի 2-3% պետք է փոխանցեն պետությանը։ Տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը կրկին անդրադարձավ առցանց տաքսիներին հարգելու նախագծին ու ասաց, որ հասարակության շրջանում թյուրընկալում կա։ Մանրամասնեց 1 միլիոն դրամ տուրք սահմանվում է միայն օպերատորների համար, այն էլ տարեկան մեկ անգամ։ Յուրաքանչյուր տաքսի շահագործող ընդամենը իր ամեն պատվերից 2-3% չափով տուրք է վճարելու, որը ավտոմատ գանձվելու է, այսինքն այդ 1 միլիոն դրամ տուրքը մեր տաքսի վարող համակարգացիներին չի վերաբերում։ Խնդրում եմ այս ինֆորմացիան տեղացնել ու իմացեք, որ նման խոսակցությունները իրականության հետ կապ չունեն։ Արդարադատության փոխնախարարն էլ անդրադարձավ քրեակատարողական հիմնարկների ծառայողների մասնագիտական գիտելիքների, հմտությունների որակական աճի ապահովման կարևորությանը։ Տեղեկացրեց, աշխատակիցների մոտ 18%-ը վերապատրաստման կամ հատուկ ուսուցման դասընթացների ավարտին անցկացվող ստուգարքը հանձնել չի կարողացել։ Մինչդեռ գործող կարգավորման բացասական գնահատական ստացած ծառայողի համար իրավական հետևանքներ նախատեսված չեն։ Գործադիրը նախատեսում է լրացնել բացը։ Մենք ամեն տարվա ավարտին կազմում ենք նոր դասացուցակ, նոր ժամանակացույց, հաջորդ տարվա մեր կողմից իրականացվող վերապատրաստումների համար։ Ներկայումս թվային պատկեր կդժվարանամ ասել, բայց ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ չկա կարգավորում, որ քրեակատարողական ծառայողը պարտավորված լինի ներկայանալ այդ դասընթացին եւ այդ դասընթացի ամբողջ ընթացքը հետևել, սերտել եւ շաբաթվա վերջում տվյալ դասընթացի ավարտին գա հանձնի իր ստուգարքը։ Նախագծով առաջարկվում է, որ եթե քրեական ծառայողն իր մեղքով 2 տարի անընդմեջ կրեդիտ ստուգարք չհանձնի, ապա կազատվի աշխատանքից։ Ազգային ժողովի նիստերի օրակարգից հանվել էր իշխող խմբակցության падգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած պարտադիր զինծառայությունից խուսափողներին եւ 27 տարին լրացած անձանց վերաբերող նախագիծը, ըստ որի 27 տարեկանից բարձր անձին կարող են խուսափել քրեական պատասխանատվությունից բանակում ծառայության անցնելու կամ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե գումար փոխանցելու դեպքում։